Որքան է բժշկուհի օրական թույլատրելի չափաբաժինը առողջ մարդու համար։ Սովորաբար հստակ չափաբաժիններ չկան, բայց ցանկալի է, որ մարդ օգտագործի 1-2 բաժին կաթնամթերք։ Դա օրինակ 100-ից 150 գրամ կաթնաշոր կամ պանիր, պլյուս դրան 1 բաժակ կաթ, մածուն, կեֆիր, այսինքն հիմք ընդունենք չափաքանակները եւ բազմազանությունը։ Իսկ բարձր խոլեստերին ունեցողների մոտ որքան է չափաբաժինը եւ ինչ կաթնամթերք ընտրել, ինչին ուշադիր լինել։ Չափաբաժինների վրա չենք ֆիքսվում բարձր խոլեստերինի դեպքում, ոնց որ առողջ մարդկանց մոտ չափաքանակը նույնն է, ուղղակի ֆիքսվում ենք յուղայնության տոկոսների վրա։ Ցածր յուղայնությամբ մինչև 2% նորմալ է։ Մինչև 2%, նույնիսկ մինչև 5% նորմալ է։ Ինչին ուշադրություն դարձնել, մենք նշեցինք ավելի վաղ, որ կաթնայուղի փոխարինիչներով կաթնամթերքից պետք է խուսափել, որովհետև սրանք ուղիղ հարված են հասցնում խոլեստերինին, այո, կարող են բարձրացնել վատ խոլեստերինի մակարդակը մեջ, որովհետև բուսական ճարպեր են պարունակում, ինչ են դրանք, տրանս ճարպեր, այո, որից պետք է խուսափել։